Ողջույն բարեկամներ, շնորհակալություն հետևելու համար, շնորհակալություն ալիքին օգնելու համար, այսօր հետաքրքիր փաստերը շատ են լինելու, այնպես որ մնացեք ինձ հետ։ Ուզում ես նկարով սկսեմ, գեղեցիկ է, չէ՞։ Սա ընդհանրապես նկար չի, սա մի ամբողջ պատմություն ու մշակույթ է, սա մի ամբողջ հոգեվիճակ է, ու սա հասկանալու համար գիտնական լինել պետք չի, պետք է ընդհանրապես լինել մարդ, սիրել սեփական հողը, գնահատել գեղեցիկը, արժևորել այն։ Իսկ շատերի համար սա դարձել է ատելի, անտանելի տեսարան եւ բովանդակություն։ Մենք սա մասին ընթացքում իհարկե խոսենք, ավելի մանրամասն չի նկատվում, իսկ հիմա ուզում եմ սկազել աշխարհից։ Այս պատերազմը քննող հանձնաժողովը այդպես էլ չհրապարակեց իր զեկույցները, բայց դա չի նշանակում, որ մենք այդ մանրամասներից չգիտենք։ Ես ընդամենը հիմա ձեզ մեկ մանրամասն ցույց կտամ, որը խոստովանել է ադրբեջանցի զինվորական։ Լսենք այս տեսանյութը։ Սա նոր չի, ուղղակի արխիվից ես նոր պատահական գտա, դուք հիշում եք, չէ՞, որ ես մի ամբողջ արխիվ ունեմ։ Մի ամբողջ արխիվ, որտեղ մինչև 1 տարի առաջ հավաքում էի ամեն օրվա ինֆորմացիան, որը վերաբերվում էր դավաճանությանը։ Եվ այսպես լսենք։ Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականն է փաստում, Ադրբեջանի զորքերն իրականում պատրաստ չեն էլ եղել 44-օրյա պատերազմին, իսկ հայկական զորքերն ունեցել են 30 տարվա պաշտպանական համակարգ, անհրաժեշտ սպառազինություն եւ զինամթերք։ Բռնազավթված մատաղիսում 2020 թվականի նոյեմբերի 23-ին ականի վրա պայթած գնդապետ Բաբեք Սամիդլին ձայնագրություն է թողել, որում բացահայտվում է Ադրբեջանի զինված ուժերում տիրող քաոսը։ Նա իբր սրանք են գրավել։ Գնանք առաջ։ Թշնամու բանակի առաջին կորպուսի հրամանատարի տեղակալն էր։ Մեզ ճնշում էին, որ կեղծ տեղեկություններ տանք հայերի քանակի մասին, միայն թե զեկուցեն գերագույն հրամանատարին, որ պատրաստ ենք պատերազմի։ Ստիպում էին 140 տանկի դեմ 140 տանկով գնալ։ Մեզ վախկոտ անվանեցին։ 6 գումարտակով 9-ի դեմ եմ հարձակվել, այդպես չպետք է լիներ։ Հայերը 30 տարվա պաշտպանական համակարգ ունեն։ Մեզ ստիպում էին հուլիսյան դեպքերի ժամանակ թշնամու թվականակը քիչ ցույց տանք։ Սամիդլին նշում է, հետո եկան թուրքերը ու Բայրակթարը եկավ։ Բայրակթարը չգար, ասում է, առավելություն չէինք կարողանա ապահովել։ Հարձակման ժամանակ անհաջողություն կկրեինք։ Ադրբեջանցի գնդապետն ասում է, պատերազմի երկարաձգման հիմնական պատճառներից մեկն էր հայերի կողմից հրետանային կրակի գերակայությունը։ Միջև հրետանային կրակին անցնելը, ես ձեզ հիշեցնեմ, որ հենց սրա համար էր։ Հենց համար Էրդողանն ասում են, որ այդ հաղթանակը մերն է, մենք ենք ապահովել ձեզ, թուրքերը, ոչ թե ադրբեջանցիներին։ Սա փաստում է նաև ադրբեջանցի գնդապետը։ Մենք D30 եւ D44 ունեինք, որոնք կրակում էին 15 կիլոմետր, իսկ հայերն ունեին D20, որը 30 կիլոմետր էր կրակում։ Ես չէի կարողանում նրանց հրետանուն վերացնել, իսկ նրանք ինձանից 30 կիլոմետր հետ էին խփում։ Հարցին, թե ինչու Ադրբեջանը չուներ այդ D20-ներից, Սամիդլին նշում է, Բելարուսը վաճառում էր այդ զենքերից, սակայն ադրբեջանցիները գնացին եւ Ռուսաստանից D30, D44 գնեցին, իսկ բելարուսներն այդ D20-ները վաճառեցին հայերին։ Ադրբեջանցի գնդապետը նաեւ բողոքում է զրահաբաճկոնների, սաղավարտների, կապի միջոցների քիչ լինելուց, նշում, որ իրենց 5 T55 տանկեր էին տվել։ Մենք նաեւ դիպուկահարների ստորաբաժանումներ ունեինք, բայց դրանք լուծարեցին։ Դրա փոխարեն 45-օրյա դասընթացներ անցկացվեցին, իսկ դիպուկահարներին պատրաստում են 6-ից 12 ամսում, իսկ հայերը դիպուկահարների 2 դպրոց ունեն։
Թշնամու բանակի գնդապետի այս ձայնագրությունից ստացած տեղեկություններից հետո հետևությունը մեկն է՝ հայկական կողմի պարտության պատճառները պետք է որոնել ոչ թե ռազմի, այլ քաղաքական դաշտում։ Աստորեն, մենք հո գիտենք ինչ կարգի կռվող է ադրբեջանցին։ Դրա համար էլ տասնյակ հազարավոր զոհեր են տվել։ Մենք այդ զոհերի մասին էլ գիտենք։ Իրանք էլ գիտեն ադրբեջանցիներն։ Չնայած թուրքերի օգնությանը բայրակտարը, իրենք ուղղակի եկել են այն պայմանավորվածության, որ պայմանավորվածության հույսով, որ հայերը չեն դիմադրելու։ Արդեն ամեն ինչ պայմանավորված է։ Գեներալիտետը հանձնելու է բոլոր պահեստները, ոչ մի խոչընդոտ չի լինելու։ Կրկին ու կրկին հայ զինվորը որոշեց պաշտպանվել։ Չնայած որ իր գեներալներն ու հրամանատարներն իրենց դավաճանեցին, բայց հայ զինվորը պաշտպանվել է։ Որքան որ կարողացել է, որքան որ դա իրեն թույլ են տվել, որ պաշտպանվի։ Մենք այդ 44 օրյա հանձնաժողովի զեկույցի մասին դեռ կխոսենք, բայց ուզում եմ ներկայացնել այդ դավաճաներից մեկին, որի շնորհիվ ընդհանրապես մեկին պատահական սենց անցորդային քես ամեն ինչում, որովհետև ավելի խոշորները կան եւ դրանց քանակը գուցե հարյուրներն անցնում։ Ինչ որ է, մեկին որոշեցին, որ 16 տարի ազատազրկման դատապարտեն։ Հայրենիքի դավաճանության համար կարա լինի բացառապես միայն կախաղան գնդակահարություն, բայց այս պարագայում ես ուրախ եմ, որ ինքը 16 տարի պետքա նստի, այլ ոչ թե գնդակահարեն, որովհետև իրական դատավարությունը դեռ առջևում է։ Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դեռ պետքա պատմի ում հրամանով, ինչու ինքը լքեց երեխաներին եւ թողեց շրջապատման մեջ։ Սրանք բոլորը կարևոր են։ Շատ ավելի կարևոր են, քան իր դատվելը, քան իր մահը նույնիսկ, որովհետև մեկ հոգու այսենց դատվելը կամ պատահական մահը, որ չի բացառվում, ես ասել եմ, չէ, որ ձեզ նույնն է սպասվում, ինչ որ Արայիկի օգնականին։ Կարող է փրկի ձեր մահը, կարող է փրկի մնացած այն ավելի կարևոր, ավելի առանցքային մեղավորներին, որոնք իրական պատիժը պետք է կրեն անպայման։ Ամեն դեպքում ես ուրախ եմ, որ չկա հիմա մահապատիժը եւ մենք հետագայում անպայման նոր դատավարություն ենք ունենալու։ Այնպես որ Իշխան Վահանյանին ասեք, որ այն ինչ որ հիմա կատարվեց, դա ընդամենը ժամանակավոր հանգրվան էր իր անփառունակ կյանքում։ Իրական ցուցմունքները դեռ ինքը պետքա տա։ Եվ այսպես ոչ միայն ինքը, այլև գործեր են վերականգնել Բաղբանյանի վրա, բայց չգիտես ինչի կոռուպցիոն սխեմաների համար։ 7 տարվա վաղեմության։ 7։ Որ ցույց տա, որ ինքը պայքարում է նախկինների դեմ։ Նախկին Նիկոլը պայքարում է Բաղբանյանի նման մեկի մեջ, որը 7 տարի առաջ էր մեղադրվում փողերի լվացման, բանակի թալանի եւ այլն եւ այլն։ Իրանք չեն հոգնի առած ամոթի։ Նույն գործերը վերաբացում են, ելի կկանչեն Բաղբանյան, հայկազին կասեն Պորշ Պանամերատ պիտի տաս, որ մի շաբաթ էլ քեզ թողենք, ասենք հանգիստ պատտվես։ Եթե արդեն իհարկե այդ Պորշ Պանամերան չի տվել։ Հիշեցնեմ, Բաղբանյան հասկացը աղքատ բանակի գեներալը, աղքատ չասեմ, մամմատաբար աղքատ։ Պորշ Պանամերա էր վարում Երևանի փողոցներում։ Լկտիաբար ասելով, ընկեր Ռուսաստանի ընկերներս են ինձ նվիրել։ Իսկ հիմա գնանք 44 օրյա պատերազմի զեկույցին։ Եվ այսպես, ինչի չհրապարակվեց 44 օրյա պատերազմի զեկույցը գոնե մասամբ, գոնե կարող է ինչ է ինչ-որ մի բան անել։ Երկու տարբերակ, կամ ժողովուրդը պետք է չիմանա իրանց իրական մեղավորների մասին, կամ այդ զեկույցը չկարողացան կառուցեն այնպես, որպեսզի մաքրեն ու մաքրազարդեն Փաշինյան Նիկոլին։ Ես հիշեցնեմ, որ նման զեկույց արդեն պատրաստել է, փորձ ունի պատրաստելու Անջանիկ Քոչարյանը մաքրելու Սերժ Սարգսյանին 44 օրյա պատերազմում։ Քարորյա պատերազմի հանձնաժողովի նախագահն էր, չէ՞ ինքը, եւ ինքը բերեց մի վիճակ, ասեն զեկույց, որտեղ պետքա
Եվ դա process-ը սկսել էր արդեն ուղղակի Վարդան Ղուկասյանը, ես ու Վարդան Ղուկասյան դոկը խանգարեցինք իրար։ Հեսա ձեզ հիշացնեմ, 20 թվականի մայիս չէ, կներեք, հուլիս-օգոստոս Սերժ Սարգսյանը սպիտակ կոստյումով ասուլիս էր տալի, հասնակարուն, որ ինքը նույնիսկ փրկել է Հայաստանը, որ ինքը ոչ մի կապ չունի Քարոզիա պատերազմի հետ, եւ արդեն բանը Անդրանիկ Քոչարյանը պատրաստել էր նման զեկույց, որ պետք է հրապարակեր, եւ Սերժ Սարգսյանը արդեն հիմնվելով այդ զեկույցի վրա եկել է սպիտակ կոստյումով, սենց փռված մի հպարտ, որ 100 երեխա սպանել, 800 հեկտար է հանձնելա Թուրքին, բայց այն սենց հաջորդ օրվանից իմ խնդրանքով Վարդան Ղուկասյանը սկսեց պեղել, մանրամասներ, մենք 3 եթերով պայթեցրեցինք մի խոսքով այդ բոլոր նախանշված, տեսեք, 1 ամիս հետո սկսեց պատերազմը, օգոստոսից մինչև սեպտեմբերի կես, այս ընթացքում 3 հաղորդում, որը բացահայտեց ամբողջ դավաճանությունը Քարոզիա պատերազմի եւ չհրապարակեց Անդրանիկ Քոչարյանը, չկարողացավ մաքրել, գնաց էլի թաքուն զեկույց, չկարողացավ մաքրել Սերժիկին, նույնը կատարվեց Փաշինյան Նիկոլի հետ, եւ ինքն ինչ են ուզում անեին, հավանաբար, մաքրելու, որ այս մի անմեղ մարդ, Փաշինյան Նիկոլ, ինքը ոչ մի կապ չունի, հետևաբար չհաջողելով դա, եւ ցույց տալով իրական մեղավորներին, ընդհանրապես իրանք բան չունեին, դրա նպատակը չունեին, որոշվեց չհրապարակել, սա ամենայն հավանականությամբ եմ ասում, բայց վստահ եղեք, եթե իրանք կարողանային մաքրազերծել Փաշինյան Նիկոլին, մենք այդ զեկույցը անպայման լսելու ենք, գոնե այն մասերն ենք լսելու, որը հենց ապացուցելու էր այն, որ Խեղճ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է պատասխանատուն է, բայց մեղավորը չի։ Հիշում եք այս հիմար կարգախոսը։ Այո, ես պատասխանատու եմ, բայց ես եմ մեղավոր, հիշում եք, չէ՞։ Եվ այսպես այս թատրոնը չկայացավ եւ գնաց արխիվ։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիրը, որ ըստ Ազատություն ռադիոկայանի աղբյուրի զեկույցի տակ ոչ բոլոր պատգամավորներն են ստորագրել։ Ոչ բոլորը, 6 հոգուց 4 հոգին։ 4 հոգին, որոնք Անդրանիկ Քոչարյան, նախկին գայիշնիկ Արմենը Խաչատրյան, հարբեցող գեներալ Անդեմք Դավաճան, Նիկոլին Դավաճանության մեղադրող Դավաճանության մեջ մեղադրող, բայց հետո դարձած քպարական Գարշենքյան, ոնց էր Մելքոնյան Գագոն եւ էլ մի հոգի։ Եվ Ալեն Սիմոնյանն անշուշտ։ Շիշ բռնողը եւ մյուս մի հատ աղջիկ ինչ որ չեն ստորագրել։ Ամեն դեպքում չեն ստորագրել դրա տակ։ Իմ կարծիքով ուղղակի չեն ուզեցել այդ հանցանքին մասնակից լինեն իրանք։ Սա հետաքրքիր փաստ է ամեն դեպքում։ Սա համանդում է նաև հաստատում է այն պնդումը, որ ես ընդամենը 2 շաբաթ առաջ ասացի, որ ԿՊ-ում հասկանում են, որ իրանք կորած են եւ երաշխիքներ են ման գալի, բայց այսօրվա քաղաքական դաշտը այսօրվա ինչ որ կա, հա, դեռ sense պատանվող, դեռ չբյուրեղացած ընտրություններից առաջ խանգարում է, իրենց մոտ մշուշոտ է, չեն հասկանում, ում մոտ մտնեն, ում գրպանը կամ համապատասխան տեղը մտնեն, որ ապագա իշխանությունից, ապագա այս փոփոխությունների ժամանակ չընկնեն տրակտորի տակ, բայց ես պետք է ասեմ, որ տղաներ եւ աղջիկներ ձեզ ոչինչ չի փրկելու, նույնիսկ Փաշինյան Նիկոլը, որովհետեւ ձեր կատարած հանցանքները անչափելի են։ Եվ դրա ապացույցները վստահ եղեք, 1-2 գեներալներ չի, որ պետք է ցուցմունք տան, որ մենք իմանանք։ Դրա ապացույցները կան, ինչքան ուզեք, այդ մարդիկ ով տեսել է դեռ ողջ են։ Ու մենք ունենալու ենք այն վիճակը, երբ որ իրենք կգան սկսեն ցուցմունք տալ։ Իսկ առայժմ այդ ամեն ինչի պատասխանն են պահանջում կորած զինվորների հարազատներն ու բարեկամները, որոնց փաստորեն ծեծում են։ Բառացի։ Սա Արսենն է Ղազարյան, որին երևի դուք հիշում եք այն տեսարանը, որտեղ գալիս է ինքը բացում է մեքենայի բեռնախցիկը, վերցնում է իր զեռնափայտը եւ օդում ճոճորելով գնում է։ Մենք այդքանն ենք տեսնում, իսկ դու գիտեք իրանք ինքուր էր գնում, որովհետեւ այդ ծնողներին ոստիկանները ուղակի ոտքերով ծեծում էին։ Եվ Արսենը, որ սրտի հիվանդություն, վիրահատություն ունի տարած, ստենդել ունի տարած, Արսենի
ասում են կսկավանդակին են ոտերով խփե եւ ինքը շատ ծանր վիճակում է հիմա սրտի վերահատություն տարած ստենդավորած Արսեն Ղազանի 44 օրյա պատերազմի տուժողներից անհետ կորածների եղբայրը եւ եղբայր զավակը չկա եւ հայ ոստիկանը եթե դրանց իհարկե կարելի ասել հայ ծեծել են պատկերացնում եք պաշտպանության նախարարության տարածքում այ հենց այդ ժամանակը որ ինքը ինքնամոռաց գալիս է ձեռնափայտն է իրավերցնում եւ հիմա դատում են Արսենին բնականաբար ես հիմա դե հարց եմ ուզում տամ մնացածին ովքեր հակառակ կողմում են եղել այդ Ենիչելիներին եմ ուզում հարց տամ իրանց բարեկամներին, իրանց ծնողներին, իրանց զավակներին, եթե հիմա նայում են, եթե չեն էլ նայում, գնացեք ասեք իրանց։ Ուղղակի թող այս հատվածը նայեն։ Դուք ծեծում եք փաստորեն մարդկանց, ում զավակները այսօրվա ձեր ողջության համար իրենց կյանքն են տվել։ Այսինքն դուք ծեծում եք նույնիսկ նաև ապագա այն հերոսներին եւ իրաց ծնողներին, որոնք կարող է էլի գնան հայրենիքը պաշտպանելու։ Այսինքն դուք ասում եք, որ թքած ունենանք դուք մեր համար գնալու եք պաշտպանվել, զոհվեք, չգիտեմ, ձեր կյանքը նվիրեք, թե չէ։ Դուք պարտավոր եք մեռնել, ասել, իսկ մենք պարտավոր ենք, մենք իրավունք ունենք ծեծել ում ուզում ենք։ Ես ուղղակի բառեր չեմ կարողանում գտնել, որպեսզի առանց ոչ նորմատիվային լեքսիկոնի բացատրեմ իրավիճակը, հա, մոտավորապես ինքնին աբսուրդային է, որ դա հնարավոր չի, ես իմ բառապաշարը չեմ համարում աղքատ, բայց նույնիսկ իմ բառապաշարով ես չեմ կարողանում նկարագրել այն ինչ որ դուք արել եք, հա, ինչություն եք դուք արել, դուք ինչ եք արել։ Ես ուզում եմ ձեր ընտանիքի անդամները սրա մասին իմանան։ Ձեր երեխեքի իմանան, որ իրաց տանը ապրում է մի բան, հա, իրենք շփվում են մի բանի հետ, որ ինքը իր կյանքի, իր սերունդների, իր ծնողների, իր երեխեքի համար կյանքը տվածների ծնողներին ծեծում է, որ իրանք պահանջում են։ Ասում են, ուր է մեր երեխեն, մեր երեխեքի տվյալները տվեք։ Ոչ թե կեղծած ինչ ուզում եք, ոնց ուզում եք, երբ ուզում եք, չէ, իրականությունն ասեք։ Հասկանում եք, մենք ուր ենք ասել, մենք, ես ասեմ մի բան անկեղծ, թող ոչ մեկի վավատ չզգա, եթե մի երկրում իր գոյության համար կռված, զոհված, անհետ կորած զինվորի ծնողին ծեծում են, այդ երկիրը պետքա հուր ու կրակի բաժին դառնա։ Հուր ու կրակի բաժին դառնա, պետքա ինքը ուղղակի անհետանա, անցնի գետնի տակ։ Բնության բոլոր կանոնների համաձայն, բարոյականության եւ ճշտի բոլոր կանոնների համաձայն, այսինքն այդ հասարակությունը, այդ երկիրը, չեմ ասում այդ ծեծողները, ապրելու իրավունք չունեն։ Իրանց հասնում է աշխարհի ամենավատ բաները եւ ամենավատ բառերը։ Դրա համար եթե դուք տեսնում եք մեկին համազգեստով, ամենայն հավանականությամբ ինքը դրանցից մեկն է, որովհետև այսօր բոլորն են դրանցից, հա, մեկը կարող է պաշտպանության նախարարության բակում է ծեծում, մեկը ազգային ժողովի բակում է ծեծում կամ մեկը փողոցում է ծեծում, բայց իրանք բոլորը նույնն են ու իրանք բոլորը համաձայն են դրա հետ, հակառակ դեպքում այդ համազգեստը չեն կրի։ Եվ հիմա ինչ է ստացվում։ Որ Հայաստանում կա կաստա, համազգեստավորների կաստա, որ մեր բառացի թշնամին է, ընկերներ։ Ինքը մեր գոյության վտանգն է։ Մեր համար ազգային ինքը սպառնալիք է, ինքը տեսակի սպառնալիք է։ Ինքը ոչ թե Փաշինյան Նիկոլը, որովհետև Փաշինյան Նիկոլը ինքը վախկոտ գծուց տականք կեղտոտ երևույթ է, նա իր ձեռքով, իր ստան մեջի չգիտեմ, մուկ չի կարա բռնի։ Այս ամեն ինչ որ կատարվում է ուրիշի ձեռքով, ասկեն այն անասունի կներեք բարես համար, թող կենթանիները չնեղանան, նույնս եմ ասում, կենթանիները դրանք կենթանիներն են, դրանք արարչական երևույթ են, Աստված է իրանց ստեղծել, հա, բայց դրանց անասուն տեսակը ստեղծել է մարդը։ Ուղղակի
Ուրիշ բառ չեմ կարողանում գտնել, էլի, թող նորից չնույնականացնենք կենդանին անասունի հետ։ Դա նույն բանը չէ։ Մի խոսքով, Փաշինյան Նիկոլը, չէ, չի անում դա, այդ դրանք են անում։ Ու ցանկացած մեկը, որ իր ընտանիքում, իր շրջապատում տեսնում է դրանցից եւ ունի դրանցից, ինքը պետք է լավ հասկանա մի բան։ Իր կյանքը, իր ընկերությունը կապելով այտենց մի մարդու հետ, ունենալով իր շրջապատում այտենց մի մարդ, ինքը համահանցակից է, ինքը փաստորեն իր ջերմ վերաբերմունքով, չգիտեմ, կամ լոյալությամբ, ասում է ճիշտ ես անում, գրողին թե չեն մեռե, գրողին թե այս մարդիկ վշտից, արդեն գիտեք քանի հոգի է մահացել ինֆարկտից։ Ես համարյա ամեն օրվա կապի մեջ եմ ես անդ խորասնողների հետ։ Ամեն մի զանգ այսօր տեսնում եմ գալիս եմ ռուսին, ու մեկ հոգի չի, երկու հոգի չի, տարբեր են։ Ես արդեն գույնը սկսում եմ, գիտեք ինչի համար։ Դե ես գիտեմ մի հերթական ահասարսու բանը պետք է լսեմ, ու ես պետք է հիմա մարսեմ չխելագարվեմ, հետո մտապահեմ, գնամ մի հատ էլ իրիկունը դրա մասին խոսամ, որտեղ հնարավոր չի սա մասին չխոսալ։ Ու ես ոչ մի անհրաժեշտություն չեմ տեսնում կոծկեմ կամ չասեմ, սա նույնիսկ այդ բառերով, որ ես ասում եմ, ու ես աշխատում եմ հնարավորինս մնամ մի ֆորմատի մեջ, որ հավատացեք չափազանց դժվար է, որտեղ այն ինչ որ ես եմ ուզում իրանց ասեմ, ես հասկանում եմ մի բան, ես հիմա չեմ ասելու, ես պետք է իրանց աշկերի մեջ նայեմ, աշկերի մեջ նայելով ասեմ, որ ես իրանց տեսնեմ այդ աշկերի բիբերի դողը, երբ որ ինքը հասկանում է, որ ես հիմա ես ասում եմ, դու դա իրականանալու է, սա խոսք չի, սա բարկություն չի, ես դրան եմ սպասում, ես համար չեմ ուզում սենց էներգիաս վատնի գնա, ու իրանք սա բոլորը պետք է լավ իմանան, ոչ մեկ ձեզանից Արա չի կարողանալու փախնել։ Մենք այդ օրը, այդ դեպքի օրը, ով որը ծեծել է, չէ, գիտեք, չէ ովքեր եք եղել, արա։ Այդ օրվա օրում ծառայության ովքեր են եղել տաբելով, ով որ բանում է ծառայել։ Մի խոսքով, անուն, ազգանունով, ամեն ինչ ձերով գրանցված է։ Ձեր ծառայության գրքերի մեջ, օրով, ամսաթվով, ամեն ինչ գրանցված է։ Դրանք որ դուք չեք կարողանալու վառել, բլուս ցայնագրություններ կա, վիդեոներ կա։ Այսինքն դուք դատապարտված եք, սենց թենենց, սա ժամկետների հարցն է, ժամկետների թե դա երբ է լինելու։ Բայց դուք պետք է բերվեք հրապարակ, այդ օրը մեծ միտինգ պետք է լինի, ձեզ պետք է ներկայացնեն, ասեն ժողովուրդ ջան, այս մեր բոլորի կյանքի ազատության, չգիտեմ, ամեն ինչի համար, մեր համար այս մեռած երեխեքի ծնողներին սրանք են ծեծել, ինչ անենք։ Այդ հարցը պետք է հնչի։ Ունդե կլինեն առաջարկություններ։ Ու դուք այս ժամանակ կանգնած եք լինելու, ոչ թե բետերներով, տանգերով, հա, ձեր դուբինկեքով, չէ, դուք ուղղակի կանգնած եք լինելու, ձեզ թողելու են ինքնապաշտպանվելու հնարավորություն, կանգնած եք լինելու, ձեզ ձեռերը կապած չի լինելու, բերանները կապած չի լինելու, ու դուք պիտի պաշտպանվեք, իրանք առաջարկեն, թող ժողովուրդը որոշի ձեզ հետ ոնց է պետք վարվել, ձեր ընտանիքի անդամներին էլ պետք ամենալավագույն տեղերը կնստացնեք, որ իրանք տեսնեն, թե ում հետ են իրանք ապրե, ում են ծնե, ում են սնե, ում համար են երեխա ծնե, հա, իրանք պետքա տեսնեն, երեխեքն էլ պետքա տեսնեն, հետո հարցնեն, մայրիկ կամ հայրիկ, տատիկ, այս ինչի է լինում սենց, այս ինչ գլադիատորի վիճակ է, հա, այս ինչ խոշտանգումները հանրային մասսայական, իրանք պետքա բացատրեն, գիտես, բալիկ ջան, չգիտեմ, աղջիկ ջան, չգիտեմ, ինչ որ է, թորնիկ ջան, այ քո հայրիկը տարիներ առաջ կամ ամիսներ առաջ այս մարդկանց, այ որ մենք հիմա ողջ ենք այդ մարդկանց շնորհիվ, ովքեր մահացել են, իրանց ծնողներին, որ այդ երեխեքի տեղն են ուզում իմանալ, չեն ասում երեխուս տուր, ասում են, արա, մի խաբեք մեզ, ասեք մեր երեխեքը ուր են, այրանց ծեծում էին բալես, թող երեխան որոշի, ափսոս է, այս տեսարանի համար, թե չէ, իսկ ով ասեց, որ հաջորդը չի լինելու ունես կրիշը թափած մեկը, որ սա կանի, ով ասեց, որ սա հնարավոր չի,
ով ասեց, որ ժողովրդի վստահությունն ու համակրանքը ստանալու համար մի քանի տասնյակ գենիչերիների չի շպրտելու ժողովրդի ձեռը, ասի կերեք ու ասեք այ հալալա իրան, որ կանգնած վերականգնեց արդարությունը, ով ասել, որ դա չի լինելու։ Դուք որ գիտեք ձեր համակարգը, դուք որ գիտեք, չէ, ձեր համակարգը, այդ պարտադիր չի իշխանափոխություն լինի, դա կանե դաժե Նիկոլա անի ընտրվելուց հետո, արասի ձեր ջանին մերն է, ոչ թե ձեզ ծեծել են, ով սրանք, դե իմ ասանք ծեծեք ու ասեք ապրի Նիկոլը, վստահեղի արուններդ կխմեն, այսենց, ու կասեն փառք Նիկոլի։ Իսկ Նիկոլը Արսեն Ղազարյանի ընդունել է, չէ, Արսեն Ղազարյանի ծնողին է ընդունել, թե կնոջը։ Արդի ես նես վիճակի նույնիսկ չէի, ինչ-որ ոչ կին էր, հարազատ։ Ասել Արսեն Ղազարյանը պիտի դատվի։ Գիտեք ինչի։ Պայքարում է մարդը իր աղբորի երեխու համար։ Ասել է պիտի դատվի։ Նիկոլ, դատվել, դու պիտի երազես, որ դատվես։ Ուզում եմ լսեք։ Տիկին Մարիամ օրերս դարձյալ դատախազությունում եք եղել, այստեղ հավաք է եղել, ձեզ ինչ են խոստացել, ինչ են փոխանցել այդ օրերին, և այսօր ինչ սպասելիքով եք այստեղ։ Ես իմ բողոքով եմ եկել, մեր արդար պահանջով եմ եկել, որ ես ով եմ, անգամ ես գնացի դատարան, խնդրում էին միլիցիոներները, որ մի քանի տակ շարված էին, ասում են, թույլ տվեք ես ինչ կլինի, գնամ դատավորին, ասեմ էլի, որ ես ով ա ձեր դեմ կանգնած, մի հատ տեսեք էլի, ես ի վիճակի չեմ արդեն, իմ վիշտը իմ ցավը այնքան մեծ ա, ես ասում եմ, համեմատությունը լավ չի, բայց դարել եմ են կկվի օրն եմ ընկել, որ ձայքերին տանում մեկ ուտում են, հիմա վերջինը մնացել ընկել են այդ երեխուս հետևից, վատառող տղայա, ես եկել եմ ներկայացրել եմ ամբողջ ամսի 7-ին դիմումը տվել եմ, այսինչ ձեզ եք ես այսօր էլ եմ ասել իրենց հեռախոսով, ոնց կարելի ա, որ այդքան ժամանակ ասենք ձգձգում եք, ինչի անպայման պետք է մի վատ բան լինի, հա, ինչ եք ուզում։ Ես անուններ չեմ տալիս իրենց ղեկավարներից, մի խոսքով իրենք ասում են, որ հլը չեն բանարել, այդ հարցը հլը չեն Չեն էլ ուսումնասիրի, ես կնոջը տեսնում եք, ձեր մայրերը միլիցեք, ես կնոջից լավը չեմ, ձեր կանայք, ես կնոջից լավը չեմ, ու չի բասարում, որ իրանք էլ այս վիճակին ունեն, ու ճիշտ կլինի, արդար կլինի, որ ասենց գանը գնեն հաջորդ իշխանությունների դատախազությունների դռները, այս հոգեվիճակով, այս վիճակով ասեմ, այն մեկին տարան սպանիկ, բայց այս մեկին ինչի տանում։ Կարող ես կքվում եմ, ցակերի սերտով տանում ուտում եք։ Դուք ես գիտակցությունով պետք է ապրեք, ձեր կանայք, ձեր ծնողները, ձեր երեխաները, այս գիտակցումով պետք է ձեր հետ շփվեն, որ իրանց տան մեջ կա մեկը, որ ուրիշի երեխա է սպանելով ապրում, սենց ասեմ, ուրիշի երեխեքի հացով է ապրում, մարմնով է սնվում, արյունով է սնվում, ճակատագրերով է սնվում։ Պետք է իմանաք սրա մասին։ Եթե դուք ձեզ չեն ասել, ես խնդրում եմ, եթե դուք ճանաչում եք մի ոստիկանի, իրաց բան մի ասեք, սա դրեք դեմը թողնայի, թուտակնել գրի, ասի ես ճիշտ է ոստիկան եմ, համազգեստով եմ, բայց ես այս տականքը չեմ, ես լավն եմ, էլի։ Ես համակարգի հետ կապ չունեմ, ես այս բան չի անի կյանքում, որտեղ այն ինչ որ արել է, ոչ թե սա տականքություն է, սա ուրիշ բառ ունի։ Ուղղակի եթերային չի այդ բառը, որ ես հիմա ասեմ։ Կամ թող նայեն ասեն ճիշտ են արել, ոնց աղբի ջան, իրանց գործը գնալ մեռելն է, իրանց ծնողների գործը մեռածի վրա արդարություն ուտելն է, ուզելն է ու դրա համար ծեծ ուտելն է։ Դա է ճիշտը, թող էլ ասեն։ Ես դրան եմ պատրաստ, որտեղ գիտեմ, այդպես մտածողներ էլ կանա լինեն։
Տեսնում եք արդեն абսուրդը որտեղ է հասել։ Ես մտածում եմ, որ հաստատ այս մտածողներն կնեն։ Ես դրան եմ պատրաստ, որովհետև ես պատրաստ չեմ, այդպես բան լսելուց ավելի շատ ծանր կտանեմ, էլի։ Հիմա լսենք այս ամեն ինչի մասին ինչ ասում հարգարժան քանդակագործը։ Ինձ շատ դուր է գալիս Փաշինյանի իրատեսությունը։ Նախ ասեմ ձեզ, Փաշինյանը այս ընթացքում շատ զարգացավ, շատ բան եղավ, դարձավ փորձառու քաղաքական փորձառու մարդասպան։ Սա հայկական ժամանակն է բնականաբար, ով պետք է կանչեր իրան։ Փորձառու քաղաքական գործիչ տարավ ու ձգվեց միանգամից, որտեղ ինքն էլ իր ասածին չի հավատում։ Ինձ հիացնում է, գիտեք ինչ, ինձ մարդիկ են հիացնում, ովքեր աշխատում են։ Ես խոնարհվում եմ աշխատող մարդու առաջ, որովհետև ինձ կարող է դիրքը փոխելու ժամանակն է Վիգեն Ավետիս։ Համար ամենամեծ արժեքը մարդու դա աշխատասեր մարդն է։ Արդյունքը կապ չունի ինչի համար է աշխատում, կարևոր աշխատասեր մարդն է։ Այսինքն ով կասի, որ Նիկոլ Փաշինյանը չի աշխատում։ Ինքը հետևողական է 7 տարի աշխատում է պետականությունը քանդելու համար, չէ՞։ Ով կասի, որ չի անում այդ գործը։ Ինքը խոնարհվում է։ Ճիշտ անում։ Եվ իր վրա աշխատող, այսինքն ինքը իրան զարգացրեց, այս մարդը դարձրեց իրան փիլիսոփա։ Մի վիրավորվեք, մի շտապեք։ Ուղղակի հասկացեք մի բան, փաստորեն փիլիսոփան այս մարդու համար փիլիսոփան դա Փաշինյան Նիկոլն է։ Պատկերացնում եք։ Դարձրեց իրան բան հոգևոր արժեքներ կրող եւ բացատրող, տեսեք։ Հասկացեք, այս մարդու համար փաստորեն հոգևոր արժեքներ կրող տեսակը դա էլի Փաշինյանն է։ Մի նեղացեք։ Ամեն մարդ իր ստանդարտներն ունի։ Միջև հայոյելը հասկացեք, ուղղակի ամեն մարդ իր ստանդարտներ ունի։ Այս մարդու համար Փաշինյան Նիկոլն է փիլիսոփան, հոգևոր արժեքներ ներկայացնողները։ Բաները, սահմոսները արտասանում։ Բա, արդեն սահմոսներ ասում, տեսնում եք ինչ հոգևոր արժեքներ է կրում, բա։ Դա հրաշալի է, ինքը աճեց։ Այ մարդիկ պետք է աճեն։ Ամեն մեկը իր վրա աշխատելով, այս մարդը իր վրա, տեսեք անգլերեն է խոսում, բան, մաքուր, ռուսերեն ավելի լավ է խոսում։ Այս մարդը իր վրա աշխատեց եւ դարձավ իրական առաջնորդ եւ մտքեր ունի։ Իրական առաջնորդ է դառել, իրական Հայաստան է ստեղծում։ Եվ թեզեր ունի, այսինքն սա հիանալի է։ Այսինքն թեզեր ունի ու սա հիանալի է։ Թեզեր ունի, հրան չի եք մասի սալը նկարում։ Ինչի եք մասի սալը նկարում, ինչի եք Վանի մասին երգում։ Իմիջիայլոց, սա մասին էլ այսօր ասելիք կա։ Ես այսօր հպարտանում եմ իմ երկրի ղեկավարով։ Ով է ղեկավարում իմ երկրի։ Իմ երկիրը միշտ ղեկավարել են կիսատ պրատ մարդիկ։ Լսեցի Լևոն Տեր-Պետրոսյան։ Տեր-Պետրոսյան Լևոն լսեցի։ Սերժիկն իրավունք ունի նեղանալ։ Հələ կիսատ պրատներ լսեցիք, ինչ ասում մեծ անկամվելակագործը ձերի մասին։ Այս մարդը դարձավ արդեն լիարժեք ղեկավար։ Բա, լիարժեք ղեկավար, որի փիլիսոփայությունով ինքը շատ ցնցված է եւ հոգեվոր արժեքներով։ Ես ուղղակի հիմա մի հատ հարց պետք է տամ իրան։ Վիգենը մասնաց գործ է ստեղծել դեռ հեռավոր 13-14 թվականներ։ Այդ ժամանակ շփվում էինք, սա ցեղասպանությանը նվիրված քանդակ է, մոտիկից չի երևում, բայց ես փորձեմ մոտեցնել ձեզ, մի խոսքով, սա մայրն է, որ ցեղասպանությունից փրկվող, մի խոսքով, կոտորածից իր փեշերի տակ, ձեռքերի տակ երեխաներին է փրկում, եւ եթե ուշադիր նայեք, մի ուսը մեկից բարձր է, սա փոքր եւ մեծ ու փոքր մասիսներն են։ Հիմա սա իր մեկնաբանությունն է, իմը չի, այնպես որ ես ոչինչ չեմ օրինում, սա տենց էր հայոց մայր, տենց է կոչվում էս հուշարձանը, ստեղ ավելի լավ է եկնի դեպքում, չէ, նույնը, ինչ վրա, սա իր մեկնաբանությունն է, որ ցեղասպանություն, մայրը փրկում է երեխեքին եւ նմասիսը, ինձ հետաքրքիր է
արդեն կոտրել է Վիգեն Ավետիսը այս արցանը հրաժարվել է սրանից արդեն ներողություն հասցրել է խնդրի փիլիսոփա իր գուրու հոգևոր առաջնորդ Փաշինյան Նիկոլից զուտ ռետորական է հարցս ինձ հետաքրքիր է ուղղակի արդեն հասցրել է ներողություն խնդրի որ ինքը մոլորված է եղել որ մտածել է ցեղասպանությունը այն կողմից է եղել բարձում է մենք ենք հրահարել հա եւ Մասիսը ինչ կապ ունի մեր հետ ինչպես Մասիսը բարձում է այդ կնոջ ուսերին Այս ինչ բան է, ապրեք ձեր այսօրվա, ապրեք, ասենք չգիտեմ, շորբոլախով, Մասիսը ձեր հետ ինչ կապ ունի։ Հա, ինձ հետաքրքիր է։ Այս հարցերը որ տեսնեք, խնդրում եմ Վիգեն Ավետիսին տվեք, պատասխանն էական չի։ Ուղղակի տվեք, որ ինքը հասկանա, որ կարող է մի բան են չեմ անում ես։ Իմ համար բացարձակապես բան չի փոխում, որովհետև հետևողականորեն այս կարգի արժե զրկել ամեն ինչը, փիլիսոփա, հոգևոր առաջնորդ, թեզեր, սաղմոսներ, քաղաքական առաջնորդ։ Այդպես դա դաժան բանակյանքը, ուղղակի սնած բախտը չի բերում, որ անկախ իրանց ջանքերից, ամեն դեպքում ֆրանսիացի 31 խորհրդականներ կոչ են անում ազատ արձակել հայ գերիներին։ Բախտը չի բերում։ Թեման չի փակվում, հասկանում եք։ Ճիշտ ասենք, հասել է մարդկային կատարելության, չգիտեմ, համարյա նիրվանա է հասել Փաշինյան Նիկոլը, բայց այս թեման չի փակվում։ Ինքը չի կարողանում այս հարցը լուծել իր բարձրությունից, հա, որտեղ երրորդ աշկն էլ է բացվել, չգիտեմ, չորրորդ ամեն ինչն էլ բացվել է։ Մի խոսքով Բայց այս հարցը ինքը չի կարողանում լուծել, չի կարողանում փակի եւ ֆրանսիացի 31 խորհրդականներ կոչ են անում էլի ազատել հայ գերիներին եւ այսպես։ Ու գրված ամբողջ տեքստը 23 թվականի սեպտեմբեր 19-ից սկսած Ադրբեջանը իմջելոց արդարացում չունեցող հուժկու ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ 120,000 հայեր։ Նույն բանը, նույն պատմությունը, հա։ Լաչինի շրջափակման մասին է ասվում, ապօրինապար պահվող գերիների մասին է ասում, մի խոսքով սովը որպես հանցագործություն օգտագործելու սա ցեղասպանական գործողությունը, Հռոմի ստատուտի մասին է ասում 14-րդ մի խոսքով։ Միջազգային հետաքրքրությունների աջակցում Լեռնային Ղարաբաղում կատարված խախտումների վերաբերյալ պետք է լինի Հայաստանին աջակցելու ջանքերի ուժեղացում հումանիտար անվտանգության մշակութային համագործակցության ոլորտում սա էլ բոլոր ստորագրված բաներն են պատգամավորներն են եւ ամենադավադրապաշտ առաջարկությունը գիտեք որն է այս ամեն ինչում որ ստեղծել հարթակ որը կզբաղվի այս հարցերով այսինքն այս հարցերով զբաղվող ոչ թե լինելու է Հայաստանի Հանրապետությունը այլ լինելու է մի հատ հարթակ որ Հայաստանի Հանրապետության կոնտրոլից վերահսկողությունից դուրս է նույնիսկ մեծն գուրու Վիգեն Ավետիսի մեծն հոգևոր առաջնորդ եւ չգիտեմ դարի փիլիսոփա Փաշինյան Նիկոլի ձեռքերը աջունոտ չեն հասնելու այդ հարթակին եւ ասում են ֆրանսիական սենատորները եւ այնոն են չէ խոսում որ իրանք նույնիսկ զարմացել են որ Հայաստանում քրեականացնելու դեմքը վերածկեց ցեղասպանությունը ժխտելու քրեականացնելու դեմքը վերածկեց Հայաստանի պարլամենտը եւ իրանք հասկացան մի բան որ իրանց հետ ոչ մի բան պետք չի անել, պետք է ստեղծել առանձին հարթակներ եւ այս հարթակներում իրականացնել այս գործողությունները։ Ես ձեզ ուղղակի հիշեցնեմ, որ նման մի հատ հարթակ ստեղծվեց Եվրոպայում Պաղեստինի համար, որը դատի տվեց Մելոնի Իտալիայի վարչապետին եւ իր անվտանգ պաշտպանության նախարարին Իսրայելին օգնելու եւ զինելու համար։ Այնպես որ այս հարցում բոլորին պարտադիր չի, որ Հայաստանի կառավարությունը նման գործողություններ անի։ Կարևորը հարթակն է, կարևորը որ հարթակը լինի ազդեցիկ իր կառուցվածքով եւ փաստերի մեջ հիմնավորված։ Ես չեմ բացառում, որ նման այդ հարթակը մի օր կարող է եւ Փաշինյան Նիկոլին հենց ներկայացնի մեղադրանքներ, ցեղասպանությունը ժխտելու, ցեղասպանությանը օժանդակելու համար Ալիևի հետ միասին։ Մենք դեռ չգիտենք քաղաքականությունը ոնց է զարգանալու, որովհետև այսօր բոլորին հակառակ պաղեստինցիները վերադառնում են իրար տուն, իրենց տուն, բայց
ամեն ինչ գնանք երթով։ Ուզում ասեմ, ամեն ինչ այնքան արագ է փոխվում եւ այնքան անկանխատեսելի, որ սրանք չեն հասցնելու ոչի բնանը, պետք է խնդրեն, որ գոնե մենք իրենց չանենք այն ինչի մասին, որ ես պատմում էի, այլ գոնե հասցնենք դա։ Եվ այսպես այդվում է Նուբալաշենի աղբավայրը։ Եվ ինչ է ասում, այս կենթանին, չկներեք թողներենք կենթանիները, սա, ասում է, որ Նուբալաշենի աղբավայրի հրդեհը դիտավորություն էր քաղաքապետարան, դիվել է ԱԱԾ-պետին եւ ՆԳՆ նախարարին։ Մարդու իրավունքների միջազգային դատարան դիմեիր, Ավիրյան, այ նարկոմանի շուտակ։ Փաստորեն ուրիշներն են։ Արդեն չեն կարող ասեն, այս աղբավայրը վտանգ չի Հայաստանի համար։ Միջանոց Հայաստանը երևի Եվրոպայում հաստատ միակն է, որ աղբավայր ունի, բաց աշխարհում է նույնիսկ կարող է մնացել է երկու հատ աֆրիկյան երկիր, որ ունեն բաց աղբավայր, քաղաքին կպած։ Մնացած ոչ մի տեղ նման բան չկա բոլոր տեղերում։ Աղբը վերամշակվում է փակ միջավայրում։ Եթե դուք տեսնեք Նյու Յորք քաղաքում օրական քանի տոննա, քանի հազար տոննա աղբը հավաքվում, ամեն օր առավոտ մեկը քշի հանգարց 3-ին, 4-ին, 5-ին առավոտվա կողմերը Նյու Յորքով կտեսնի, ամբողջ քաղաքը աշխատում է, այդ աղբանողներն են։ Աղբանողներն են, բայց ինչ է կարծում, այդքան ինչ ա լինում։ Իսկ փաստորեն Ավիրյան Տիկոն եւ ՔՊ-ականները չգիտեն աղբետ ինչ են անում։ Եվ այսպես այդ ծուխը թույն է նստած Հայաստանի Երևան քաղաքի վրա, ոսում մենք չենք, վառել են, ԱԱԾ դիմեք։ ԱԱԾ մի անգամ կարծեմ Փաշինյան Նիկոլն էլ էր դիմել, որ հիշում եք կախարդներ վհուկներ բռնեին, սա մոտանապես մի բան է։ Իսկ այդ հարց կարելի է։ Բա եթե աղբ չկար թափած, այդ ի՞նչն է վառում։ Այդ ի՞նչն են այրը։ Կարող աղբնել են բերել, դավադրաբար լցրել ու դավադրաբար վառել, գնացել։ Ժողովուրդ, մենք պետք է շատ հասկանանք, որ այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանի եւ Երևանի հետ, դա ուղիղ մեր գործողության կամ մեր անգործության արտացոլումն է։ Ուղիղ, սա ոչ մեկ մեղավոր չի, մեզանից բացի։ Եթե մենք Արամ Սարգսյանն ենք լսում ու ձայն տալի, կամ Տիգրան Ավինյան կամ Փաշինյան Նիկոլ, նշանակում է այդ աղբը քիչ-քիչ մոտենում են նաև մեր տանը, աղբը վառվելով վառելով մեր տները, մեր ամեն ինչը, մեր տները, մեր ստեղծածը, մեր հիշողությունը, մեր զավակների, մեր ընտանիքներին ամեն ինչը։ Եվ ոչ մի բանի վրա պետք չի զարմանալ։ Եվ արդեն խանութներում այսպիսի կոնֆետներ են վաճառում, բա։ Ստուփը։ Ես հենց այսօր եմ առել խանութից։ Այստեղ փակված է, ընդ որում այս փոքր քանակով տարբերակն է, այս 100 դրամ էր, կասրամեծ քանակով տարբերակը, որտեղ ոնց որ ավելի 20 հատ են հատիկները, թե ավելի շատ են, այս տեսքն ունեն ինչի հատիկներն են։ Մեկ, գոյություն։ Smoke candy։ Grand candy։ Grand candy փաստորեն Արարատը հանեց, որ smoke candy-ներ վաճառի։ Քաղցրավենիքի տակ։ Կա մի սահման, որ հնարավոր չի անցնել։ Ասենք, որ դուք կարող եք չանցնեք։ Կա հարց։ Ես ուղղակի ուզում պատկերացնեմ, ինչ կկատարվի, եթե նման բան արտադրվեր, ասենք, Եվրոպայում կամ Ամերիկայում ասեմ նահանգներում։ Ուղղակի ուզում եմ պատկերացնել։ Երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող այդ միություններն ու կազմակերպությունները
այդ ֆիրմաներից այնքան կտանեին փող դատարանով, որ այդ ֆիրմաները ուղղակի կսաննկանային։ Դատարանով անենց տուգանքների կենթարկեին, անենց տուգանքների, որ սա երեխայի անվտանգության սպառնալիք է ուղղակի։ Հա, դու երեխային ասորեն գովազդում ես, թաքնված գովազդ է սա, դեպի սիգարետ։ Ասում, ուղղակի այդ ֆիրմաները կդառնային բանկրոտ ու կվերջանար իրաց պատմությունը։ Հիմա քանի որ Հայաստանը դատարան չունի, բան չունի, օրենք ոչ մի բան չի աշխատում, ստե մնում է հարցը մենակ բարոյական արտադրությունում լուծելու։ Չնայած ես չեմ կարծում, որ սրան պետք չի ընթացք տալ։ Ես հիմա կոչ եմ անում, ովքեր կարող են սրան ընթացք տալ։ Խնդրում եմ ուղղակի, վերցրեք դատական հետաքննություն, հիմնավորեք օրենքով, որ սա օրենքի խախտումն է, եւ դատի տվեք Grand Candy-ին։ Եթե դրա համար այդ process-ը կազմակերպելու համար փողել է պետք, ես այդ փողը կհավաքեմ։ Դուք Grand Candy-ին ուղղակի պետք է դատի տակ սրա համար։ Ես վստահ եմ, որ սա օրենսդրական կարգավորումներ կա, հնուց մնացած։ Հնուց կարող է չի աշխատում, կարող է բոլորը թքած ունեն դրա վրա, բայց հաստատ կան այդ կարգավորումները։ Վերցրեք, կազմակերպեք գործընթացը ու անցնենք առաջ։ Եթե նույնպես եմ ասում, դրա համար փողել է պետք, ես փողը կհավաքեմ, ես խոստանում եմ։ Grand Candy պետք է սաննկանա սրա պատճառով, որովհետև սրանք փողից ենկոմ աստված չունեն։ Փողից ենկոմ ոչ մի սրբություն չունեն։ Ոչ մի սրբություն։ Դե ժամանակը տեսնենք, մեր երեխեքին սիգարետին սովորացնեմ ինչա, ադարատս ես միանգամից, ադագացող փոխարիները ինչա նստում ֆիրմաների վրա։ Էլ չեմ ասում, որ վաղվանից ով որ Grand Candy շարունակի գնել, ինքը փաստորեն արդարացնում է սա։ Էսել է։ Պետք է բոյկոտվի հնարավոր բոլոր ձևերով։ Տեսնենք կանենք թե չէ։ Ֆինանսների նախարարությունը անկախ իրանից հանգամանքներ է բացահայտել, որ COVID-ի ժամանակ Չինաստանից եկած բեռների մի մասը ճանապարհին կորել է։ Սա ոչ լրագրողական հետաքննություն է, ոչ բան։ Մարդիկ ուղղակի ֆինանսների նախարարությունից հարցում են կատարել, նամտկաբել է սիրով, որպեսզի ապացուցեն, որ դոկտոր Մահը ինքը նաև դոկտոր Թալանա ինքը։ Գումարը փոխանցվել է, պետք է գալ որոշակի քանակությամբ ապրանք, բայց մաքսազերծվել է, ասել պետք է գալ 40 տոննա, եկել է 40 տոննա, բայց գրանցվել է ու մաքսազերծվել, ասենք 10 տոննա, մնացած 30 տոննան ուր է, ու չկա։ Ու տենց ամբողջ 20 թիվը, նույնիսկ մինչև 20 թվի դեկտեմբեր։ Հիշում եք, չէ՞, 20 թվի դեկտեմբեր Հայաստանում։ Արյունոտ դեկտեմբեր է։ Նոյեմբեր, դեկտեմբեր։ Ես դուք տեսել եք փողոցում լացող տղամարդ։ Ես տեսել։ Ես այդ նոյեմբերի 10-ի առավոտը, որ Երևանում քայլում էի, կամ տրանսպորտի մեջ է։ Ես տեսել եմ այդ լացող տղամարդիկ։ Չէ՞ ես Երևանում էի։ Սրանք այդ ժամանակ շարունակում են իրենց բիզնեսը։ Օդանավեր էին գնում պատերազմի ժամանակ։ Սրանք երկու հատ բեռնատար օդանավ գնեցին գնից 3 անգամ թանկ։ Գնից իրական շուկայական գնից 3 անգամ թանկ բերեցին ընդ որում օդանավեր, որոնք արգելված էին, նրանք Եվրոպա չէին կարող թռնել, հին էին։ Ռուսական փողը տվեցին, ոնց որ ասենք սուերը, հա, ուղղակի փողը տվեցին, բերեցին կանասեցին ընդ։ Այս ամբողջ ընթացքում ամբողջ Հայաստանը արնահոսում էր, լացում էր, ողբում էր իր կոտորածների, կորուստների վրա, սրանք թալանում էին։ Համ կոտորում էին մի ձևով, համ թալանում էին։ Սրանք ժողովուրդ ջան։ Սրանք, հիմա դուք ինձ ասեք, սրանց աջակցող Վիգեն Ավետիսներն ինչ են։ Գրեք։ Ես խոստանում եմ չջնջեմ։ Գրեք սրանց աջակցող Վիգեն Ավետիսներն ինչ են։ Ոչ միայն Վիգեն Ավետիսներ։ Հիմա մարզում 100-ից ավելի խաղողագործներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների։ Ժողովուրդ,
Իհարկե լավ է, որ դուք սպառնում եք դիմել, որտեղ ձեզ խաղողը չեն մթերում, չեն էլ մթերելու, այս երկիրը թքած ունի ձեր վրա, այ ժողովուրդ ջան, ես ինչքան ձեզ ասեմ, որ մի սպասեք, որ այս ուխտը չոքի ձեր դռանը, որ հասկանաք մենք պետություն չունենք, որ այս պետության մեջ ոչ մեկ, հիմա ձեզ թվում է այս խաղող մթերողների մեջ միլիցիա չկա, ձեզ թվում է այս ոստիկանության մեջ աշխատողները, որ կան, չունեն, որ տնտեսություններ ունեն, իհարկե, թվում է ձեզ այս 100 բանը, որ ոչ մեկից էլ խաղող չեն ակում, ձեզ թվում է տնտեսվալողների մեջ չկա սրանց ծառայող, չկա, սրանց թվում է, որ իրենք Նիկոլի հետ լավ են, կամ Նիկոլին ծառայում են ամեն ինչ, լավ չեն, սխալ բառ ասի Նիկոլի հետ լավ են, ախր դուք ով եք, որ Նիկոլի հետ լավ են, որ իրենք ծառայում են անմնացող, սրանց թվում է այս արհավիրքներից, իրանք զուրկ են մնալու, այս արհավիրքները ինչ որ եղավ, իրանց կողքով է գնալու, այսինքն Նուբարաշենը այրվելու է, բայց ծուխը իրանց տուն չի գալու, իրենք այդ օդը չեն շնչելու, հա, ասենք ճանապարհները փակվելու են, բոլոր տնտեսական կապերը կանգնելու են, ոչ մի բան չի աշխատելու Հայաստանում, բայց իրանց աշխատելու, որտեղ իրանք ծառայում են Նիկոլին, այդ ամեն ինչը իրանց չի վերաբերվելու։ Ես չգիտեմ, բայց կարելի է բացատրել, որ ամեն ինչ կառուցված է պատճառահետևանքային կապի վրա։ Նայեք, սա նկարն է, պատկերը տեսեք ինչ է, ասում է դիտավորյալ վառել են, դիտավորյալ հնարավոր է սենց բան անել, հա, հնարավոր է սենց բան անել, դիտավորյալ, բայց աղբը որտեղից արա, ինչի աստեղ աղբ, նախկիններն են մեղա, ես ես բանն եմ ուզում երնებ նայենք, No, not that. The guarantee was that would not be taking place. Հանձնվեց, սա բանի պարլամենտումն է, Նոր Զելանդիայի պարլամենտում է, էլի ընդդիմությունը բողոքում է, ես ձեռը թապատամ, նայեք բողոքելը ոնց է լինում։ Սրանք մաորիներն են, ասում են, մենք պայմանագիր ենք ունեցել ձեր հետ, սրանք այս Նոր Զելանդիայի բնիկներն են, ասում, մենք բրիտանացիների հետ պայմանագիր ենք ունեցել, 200 տարի առաջ, դուք խախտել եք։ Ու պարլամենտի ղեկավարը թողեց գնաց։ Սենց է լինում պարլամենտը։ Սենց է լինում սեփական իրավունքներին տեր կանգնելը։ Իրանց վերածել են ռեզերվացիայի մաորիների։ Բայց այդ ռեզերվացիայում գիտեք մաորիները ոնց են ապրում։ Բոլորը երազային այդպես ապրել այդ ռեզերվացիայում, որից իրանք դժգոհ են։ Ասեն մոտավորապես։ Ասենք ես այն ժամանակ որտեղ է 17 կամ 16 թիվներ, 16 թիվը կամ 17։ Ուրեմն մաորիները իրանք սովորում են անվճար։ Ցանկացած համալսարան, բոլոր համալսարանները իրենց համար անվճար։ Դե ֆուլ բժշկական ապահովագրություն դա իհարկե։ Ունեին, ստանում էին միանվագ $2500 թոշակ առանց որևէ բան անելու համար։ Պլյուս եթե իրենք ուզում էին աշխատեին, ցանկացած տեղ իրենց աշխատելը լինում էր կոնկուրսից դուրս, կամ ունենում են իրենք առավելություններ, որովհետև իրանք տեղացի են, բնիկ են եւ իրանք ճնշված են եղել։ Այս մաորիները թագավորի նման են ապրում այնտեղ։ Դժգոհ է։ Իրանք կարողանում են իրենց ռեզերվացիաց վիճակի մեջ, ասում են, մենք ձեր պայմանագիր եք ունեցել 200 տարի առաջ, դուք հիմա խախտում եք այդ։ Ասելիքս ի՞նչն է։ Մենք պետություն ունենք նույնիսկ։ Մենք մեզ պահում ենք, բայց ոնց որ ռեզերվացիայի ժողովրդի նման։ Ոչ թե ազգի ռեզերվացիայի բնակչի նման, այն որը մտածում է ինքը իր համար, որ ինքը ոչ մի իրավունք չունի։ Ոչ մի։
ինքը իրանից ոչ մի բան չի ներկայացնում, ոչ մի բան պահանջելու տեղ չունի, իրավունք չունի։ Ոնց կարելի է տեսնել։ Սա էլ էս նկարը երկար սպասված։ Իսրայելի զորքերը սկսել են նահանջել, պաղեստինցիները վերադառնում են իրենց տները։ Ադրբեջանի զորքերն են նահանջելու, արցախցիները վերադառնալու իրենց տները։ Բոլորը։ Ամեն ինչ լինում։ Եթե ես ասում եմ, չէ՞ որ սա լինելու է, բայց սա դեռ վերջ չի, մենք վերջերը չենք տեսել։ Ավելի վատ է լինելու Իսրայելի եւ Նետանյահուի համար։ Ես ասում եմ, ինչ ես խոսում։ Լավ էլի։ Հա գիտեմ դու ռոմանտիկ ես, բայց մի քիչ բան է քաղաքականությունը, չգիտեմ, ամերիկան թիկունքին կանգնած է, ինչ պետք է անում է, ոնց ուզում է գնդակալում է, կոտորում է, ինչ ուզում անում է, թքած ունենա միջազգային դատարանի ամեն ինչի վրա։ Չէ, ժողովուրդ ջան, աշխարհը փոխվում է։ Ես հասկանում եմ, որ շատերին սա տեսանելի չի, շատերին նույնիսկ տեսանելի է, գուցե հասկանալի չի, կամ իրանք այնքան կարճած են հին գաղափարների վրա, որ ասենք հրեաների դեմը խաղ չկա, աշխարհն իրանց ձեռքն է, Ամերիկան իրանց ձեռքն է, հա։ Այդ ամենի մեջ ճշմարտություն կա, բայց դուք չեք կարող չնկատել այն մյուս կողմը, որ մարդիկ են փոխվել։ Հենց այդ մարդիկ են պատրաստ պարտադրում սա, պարտադրում, ոչ թե կառավարությունները, բանկերը, հա, չգիտեմ, պարլամենտները, չէ, հաստատակ մարդիկ են պարտադրում սա, ընդ որում ոչ թե միայն պաղեստինցիները պարտադրում են իրենց չհանձնվելով, բայց այդ պարտադրողների մեջ արդեն 75% հենց Իսրայելի բնակչությունն է, որը հասկանում է մի բան, եթե հիմա չփրկի Իսրայելը, ինքը դառնում է գլոբուսի վրա իզգոյ, որպեսզի այդ մի պուճուրն էլ մնա, այն ինչ որ հիմա իրանք ունեն, հա, ուզում են մեծանեն, որպեսզի դա մնա, իրանք պետք է ուրեմն զրկեն իրենց ախորժակներից, որովհետև վերջ անցել է ժամանակները, որ դու կարող անես թաթդ խփերից տեղից վերցնել, թաթդ խփեր պրծել է այդ ժամանակները։ Ես գիտեմ, միջև մարդ կա, ասում է, չի ժամանակավոր է, այո, էսի ժամանակավոր է, բայց դե չի նշանակում, որ էլի սենց չի լինելու, Նետանյահուն սա չի մարսելու, նա պետք է մի բան մտածի անպայման, ինքը նորից վերականգնելու է պատերազմ, որը կլինի իր ուղղակի վերջը, եւ Իսրայելի եւ իր։ Հիմա տեսնենք, հիմա այն ինչ որ կատարվում է, սա դատավճիռն է Նետանյահուին։ Ես չեմ հավատում, որ ինքս էս սահուն կուլտա, կմտածի, կգտնի մի բան էլ է մի բան անել համար, ու դա կլինի իր վերջը։ Մենք էլ են գնալու։ Եվ Արցախ, եւ Նախիջևան։ Գնալ այսպես քայլել, հանգիստ։ Եվ մեզ այս ցանկապատի կողքով չեն տանելու։ Տեսնում եք այդ ցանկապատը։ Այս ցանկապատն է, որ պաղեստինցիներն արգելում են նույնիսկ ծովին մոտենալ, ձուկ բռնել։ Իրանք ապրում են ռեզերվացիայի կանոններով։ Ռեզերվացիա։ Ես բանում եղել եմ Պաղեստին չեմ եղել։ Ով եղել է Երուսաղեմում, գիտի տեսած կլի այդ, հա, ցանկապատերը քաղաքի մեջ։ Ցանկապատերի մեջ են ապրում։ Գազանոցի նման արաբները, ցանկապատի մեջ։ Իսկ սա վկայում է ինչ որ ես ասում եմ, Սպիտակ տունը մեղադրել է Նոբելյան կոմիտեին որոշումը քաղաքականացնելու մեջ։ Ասում եք վիրուսը մեկ ահավոր բան է, մենք թերագնահատում ենք առաջի դեմքի ներգործությունը, հա, կաբինետի եւ մնացածի վրա, բայց չէ, մենք իրավունք չունենք հիմարի ներգործությունը թերագնահատելու։ Բան ասել է նրան, որ Սպիտակ տունը խաղաղության մրցանակը տալը, ասում են դու քաղաքականացում եք, այսինքն խաղաղությունը ով ավելի մեծ բան ունեցել դրա մեջ, քաղաքականացնում եք։ Ես տենց հիմարություն Սպիտակ տնից, եթե քաղաքական չի խաղաղության համարով ավելի շատ բաներ են, բա ի՞նչն է քաղաքական։ Խաղաղություն պատերազմ դրանք ո՞ց կարող քաղաքական չլինեն։
Ոնց, դա ֆիզիկայում ձեռբերումների համար չի, դա խաղաղության համար է։ Ու ինչ կապ ունի դե Դոնալդ Թրամփը։ Ինչ։ Եվ հիմա Փաշինյան Նիկոլին մնում է մի բան անել։ Ներողություն խնդրել Թրամփից, որտեղ Թրամփը պետք է զանգի ասի, ստորագրությունս հետ եմ կանչում այդ հիմար թղթի տակից, որպես վկա, որ ես նետում, որտեղ ինձ ոչ մի բան չտվեց։ Բասոն դուք եկաք ինձ խաբեցիք իմ հաշվին, հիմա թափ եք տալիս, ինձ դա ինձ ոչ մի բան չտվեց։ Սա այլանդակեց ես երկիրը, այլանդակեց աշխարհը, բայց սա լավ էր։ Ինչ առումով էր լավ։ Ես միշտ հավատում եմ, որ ցանկացած վիրուս որ կպնում օրգանիզմի մեջ բացահայտում է օրգանիզմի թույլ կողմերը։ Եվ ցանկացած տենց դեպքերի ժամանակ պետք չի չոքերին խփել, կսրին, ծնկներին, բախ, ես ինչ եղավ։ Պետք է հասկանալ, որ այս թույլ տեղերը կար ու մարդկությունը չի նկատել կամ մարմնի տեղը չի նկատել։ Ես միշտ այդ եմ նայում, ցանկացած անհաջողության, ցանկացած այս խնդրի, ասում եմ, այս խնդիրը ընդամենը իմ համար բացահայտեց թույլ կողմերը։ Որովհետև այլ բան անել ժամանակի անտեղի վատնումը եւ ռեսուրսների անտեղի կորուստ։ Պետք է ուղղակի ուժեղացնել այն, ինչ որ թույլ գտնվեց։ Հիմա Թրամփը բացահայտեց, որ ամերիկյան համակարգը ինչքան էլ որ ինքը գրած, գծած, 300 տարվա բանն էր, ինքը 250 տարվա փորձ, թարցվածություն, պարզվեց ինքը այդքան էլ դիմացկուն չի։ Հենց մենակ այն փաստը, որ սպիտակտունը կարա տենց բան հայտարարի, դա նշանակում է, որ հեչ դիմացկուն չի։ Այո, խորհրդային պետությունը ինքը չի կարող քանդի, բայց այն վնասները, որ արսենիքը տվել է, դա սոսկալի է, չգիտեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները երբևէ կարող է դա վերականգնի, թե չէ։ Իսկ միջև վերականգնելը հələ պետք է չմոռանանք Թրամփը դեռ նախագահ է ու դեռ ինչեր է կարողանալու անի աշխարհի գլխին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Մենք նայենք Նիկոլ Փաշինյանը երբեք էլ խաղաղություն չի բերի։ Նիկոլ Փաշինյանը մեր Հայաստան աշխարհը սրբապղծության տարավ։ Ադրբեջանի ձեռքին է մեր ամբողջ պատմական Հայաստանը, Ղարաբաղը, ամբողջը։ Ինչի մասին է խոսքը։ Չէ, պետք չի տենց ասել։ Վիգեն Ավետիսը հպարտ է այդ ամեն ինչով, շատ հպարտ, փիլիսոփայության մակարդակի, որ ինքը դա մեջ փիլիսոփայություն է տեսնում։ Ինքը Շուշիում լինելով այնտեղ միջոցառումներ կազմակերպելուց հետո նույնիսկ Շուշիի կորուստի համար չի ափսոսում, ասում է, որ դա փիլիսոփայի մտքի արգասիկ էր, հոգևոր առաջնորդի փայլուն իրականացած օպերացիա։ Իսկ հիմա ինձ մի բան է հետաքրքրում։ Հայաստանի, Երևանի հիմնը փոխվելու է, թե չէ։ Որտեղ այսօր աչքիս էս հոլովակ անգավ, սա բանն է, Երևանի հիմնը։ Ես արդեն վախենում եմ ամբողջը ցույց տամ, այդ կլիպը պետք է հասկանանք, որ կլիպից բացի այստեղ տեսարաններ կա, նախ Սևակի խոսքերի մեջ ասում է, ասենք, Մասիսից ամուս։ Ու այսօր ես իմացա իմ ընկերոջից, որը կապ ունի հմեկի հետ, ասում է, ինչ պրոյեկտ գնում է այնտեղ, եթե երգա, երաժշտությունն է, տեքստը, բանը, եթե բառերի մեջ Մասիս կա, Մասիս, Արարատ, Արևմտյան Հայաստանի չորմա, հանում են ամեն ինչ։ Պատկերացնում եք, հանում են։ Հիմա իմ Մասիս հորով, իմ Արաքս մորով, Սևակի տեքստի մեջ այս բանը կա, չէ։ Էդգար Հովհաննիսյանի երաժշտությունն է, կազու Սևակի խոսքերի վրա։ Հիմա իմ Մասիս հորով, իմ Արաքս մորով հանելու եք այդ բառերը։ Ավինյան փոխելու եք Երևանի հիմնը։ Բայց դա մեջ տարածքային բան կա, պահանջ կա։ Գնալու եք, դրան էլ եք գնալու։ Հիմա ես անդրադառնամ հմեկի աշխատակազմին։ Մենք արդեն խոսեցինք ոստիկանների մասին այսօր։ Դուք լսեցիք, չէ՞, ամեն ինչը ոստիկանների մասին։ Ովքեր հմեկում են աշխատում, ովքեր չէ, տարեք թող նայեն։ Ես խնդրում եմ ուղղակի։ Հասկանում եք, ինչ որ ես ասեցի, ասում էի ոստիկաններին, դա վերաբերվում է նաև ձեզ։ Նիկոլ Փաշինյանը չի, չէ՞ որ վերցնելու տեքստերը հաթաթ ստուգի,
նա ինքը չի կարող, ինքը ցենզոր չի, ինքը չի կարող զանգի մարդկանց ասի այս տեքստը փոխի, նոր բեր, կամ այս հաղորդումը չի կարող գնալ եթե, որովհետև գովազդի մեջ կամ չգիտեմ հաղորդման մեջ այս բանը կա, Արարատը կա, Արարատը ոնց ուզում ես արա, ամեն ինչի մեջ կա, դուք սկսել եք արդեն դա անելը, դուք հասկանում եք, որ դուք մեր այսօրվա բերյաներն եք, բերյաները, դուք եժովներն եք այսօրվա, փաստորեն, Փաշինյան Նիկոլը գնալու է, հետո ինքը չի ասելու այդ տականքներին ես էի ասել, ես եմ պատասխանատուն, ինքը չի ասելու, դուք այսօր ինքնական դառնում եք այն եժովը բերյան, որը սրբագրում է տեքստերը, և ինքը որոշում է համեկով, հանրայինով ինչ պետք է գնա, հանրայինով այդ մարդկանց փողերով սնվող, քարոզչական մալմին կոչված հանրայինը, դուք չեք վախենում, ես քեզ լուրջ բան եմ ասում, էլի, հովը չես վախենում լուրջ, դու հասկանում ես, որ քրեական գործ ես վերցնում վրա հետ, դու քրեական պատասխանատվության ես ենթարկելու, դու չմտածես հանրայինի բան է, խորհրդի նախագահն ես է, ինչ եմ արել, որ չէ, դու քրեական պատասխանատվության ես ենթարկելու, անենց ոնց Գեբելսը ենթարկվեց, կողքի նստելու եք, դուք են Տիկոն Հակոբյան, են բանա, Պետրոսը Ղազարյան, բոլոր խմբագիրները, վաղը հաթ, ես ու գիտեմ ովքեր են զանգում, ում են զանգում, ես իմ անուններ չեմ տալիս, մարդկանց չեմ ասել ավել, արա բայց որը մի հեռախոսը վերցում զանգում մի հատ բան ասում, ես գիտեմ դրա մասին, մի արեք, ձեր անունները հաթ գրվում է, գալու ենք ձեր հետևից, դուք լուրջ մտածել եք, դուք կարող եք, այս ազգի մտածելակերպից բանից, Արարատ անել արա, դուք ես ինչի մեջ եք ձեզ կսել, բա մարդ մի քիչ, մանանեխի հատեկի չապ գոնե, ուղեղ ու բարոյականություն չունեն, դատվելու եք, պատասխան եք տալու, Հայաստանն անես փոքր տեղա, որ ձեզ դրա համար, որ հանեցին, շպրտեցին, դուրս կամ դատեցին, դուք ամբողջ կյանքում, ասում դուք չեք կարա որևէ մեդիա մտնեք աշխատելու, ձեզ ամենտեղ կասելու ենք, ասել ես անարակի զավակն է, որ Նիկոլի ժամանակ, ասկելում էր, որ Մասիսի անունը տային, ասելու են, մեկ ամեն ինչ անելու են, որ հապանցիկ կլնի ամեն ինչ, էլի, ձեզ շարելու ենք, ասենք, լրագրողների միջավայրում և ցույց տանք կամերաներով, բանով, ասենք, սրանք, այս կենդանիները, թող կենդանիները ինձ ներեն, սրանք նրանք են, ովքեր աշկելում էին, զանգում ասում էին մարդկանց, չբերեք այդ տեքստը, կամ չգիտեմ, այդ կլիպը, կամ այդ մուլտը, կամ այդ երգը, չբերեք, որովհետև մեջ այդ անունը կա, ընկերս ասում է կլիպ էի նկարել, Սիջուն, հետևը Մասիսն է դերում, չթողեցին, որ դի գնա եթեր, ասի Մասիս է դերում, հատ, ձեր բոլոր անունները կա, գնացեք այսօրվանից աղոթեք, ինչ ասեմ, աղոթեք, ու փրկություն չի լինելու, եթե նույնիսկ չեղավ իշխանապողության ձևով, 1000 ու մի բան կա, այլ ձև կա, ձեր անունները էլի կարա գնա եթեր, հիմա ես սպասում եմ այլ ձևով ես հարցելուծի, ես ձեր անունները հավաքելու եմ այսենց հատ ու հրապարակեմ, հետնել ասեմ տամ բոլոր ով ձեզ ճանաչում է իրանց, Էլ չեմ ասում, ում ձեռը կտամ, որ ձեր տներով կմտի դուրս կգա, ձեր անունները հաթաթ ունեմ, ձեզ խայտարակ կանեմ, մի ստիպեք, որ ես հիմա գնամ այդ քայլին, վերընկեք ձեր տեղը, Եվ այսպես, իմացա, որ իմ շատ սիրելի պրոֆեսորն է վերադարձել Հայաստան, Սայաթ Նովա երաժշտական դպրոց, իմ
ես ասպիրանտուրա Սուրեն Ախտազարյանի մոտ եմ ավարտել ու հիմա Հայաստանում ապրող կամ Երևանում ապրող անկախ տարիքից բոլոր ջութակարները եւ ոչ միայն ջութակարները հնարավորություն ունեն շփվելու, սովորելու Սուրեն Ախտազարյանի մոտ։ Նարեկ Ախտազարյանը Սուրեն Ախտազարյանի կրտսեր որդին է, ամենափոքրը։ 3 որդիներից ամենափոքրը։ Ինչ ասեմ, ես որ այսօր այս նորությունը իմացա, ամբողջ այդ տարիները եկավ աչքիս առաջ։ Եվ ես հասկացա, թե այսօրվա իմ կյանքի եւ այս գործունեության մեջ ինչքան մեծ տեղ ունի այս համեստ մարդը, որի մասին ինքն էլ եւի գլխի չի ընկնում, որովհետեւ մեր համատեղ այդ աշխատանքի պրոցեսների ժամանակ 2 տարի տևած ասպիրանտուրան 2 տարի է, չնայած ես մի քիչ երկար սովորեցի։ Մի խոսքով, այդ 2 տարվա մեջ ես ամենակարևոր բանը ես սովորեցի, ամենակարևոր բանը ինձ տվեց։ Երևույթը լայն տեսնելու եւ լայն կիրառելու հնարավորությունը, որ այն ինչ որ կա, այս դեպքի համար ոնց սա տրանսֆեր անել, վերափոխել այլ հարց լուծելու համար։ Այսինքն ցանկացած գործիք դարձնել մի քանի խնդիր լուծելու համար գործիք։ Ոչ թե ներնայել, այլ լայն։ Մի խոսքով սովորեցրեց մտածել, հարցերը գտնել ոչ թե մեխանիկական, այլ մտածելու լայն գործիքակազմի արդյունքում։ Ես չգիտեմ որքանով եմ ես հիմա կարողանում բացատրել, երաժիշտները եւ ինձ ավելի լավ կհասկանան, որ երբ որ դու կարողանում ես տեխնոլոգիան կիրառելի դարձնել, այլ ոչ թե կրկնել անցնել, հասկանալով անել, դու կարողանում ես լուծել ցանկացած խնդիր, ոչ միայն երաժշտության մեջ, այստեղ է հարցը, որ ես լսեցի, ես հասկացա ինչքան մեծ դեր ունի դեր ունեցել իմ կյանքում Սուրեն Ախտազարյանը։ Սա որպես լավ նորություն, այնպես որ լավ առիթ ունեք սովորել։ Լսենք մեր Խփել մի ամբողջ ժողովրդի անհնարին բան է ուղղակի, բայց տեսեք որ հնարավոր է դարձել։ Անցյալ օրը վազող տողով ուրեմն այսպիսի միտք էր գնում, այսինքն քպեականներն էին երևի գրել, ոչ թե երևի, այլ իրենք են գրել, որ այնինչ որ իրենց է հաջողվում, ոչ մեկին չի հաջողվում, դե իհարկե, այնինչ որ հաջողվեց Արցախը տալ, ոչ մի ուրիշ ուժի, ոչ մի ուրիշ կուսակցության այս 30 տարիների ընթացքում չէր հաջողվել, այնինչ որ իրենց հաջողվեց գնալ Պրագայում ասել, որ Արցախը Ադրբեջանն է, այդպիսի որևէ մեկին չէր հաջողվել, այնինչ որ եռաբլուրը դարձրեցին, եռապատկեցին, որևէ մեկին չէր հաջողվել, եւ այնինչ որ հիմա մեր Հայաստանում կատարվում է, իրոք ոչ մեկին չի հաջողվել։ Սա մի ուրիշ մի երևույթ է, որը իսկապես իրեն գլուխը այսպես գովում է, որ իրենից այն կողմ ուժեղ չկա եւ ինքը ժողովրդին հիմա էլ նորից խփում է, որ ինքն է փրկիչը, այսքան մեր ժողովուրդը իրականում շատ իմաստուն ժողովուրդ է։ Շատ։ Ես տեսնում եմ այդ գիտակցումը կա, այդ եզրակացությունները ճիշտ կան, որքանով էլ այդ նույն քարոզչական մեքենաները հանրայինից եւ ամենացած այս մեդիաներից սկսած, որ աշխատում են դրան հակառակ, մեկ է։ Ժողովուրդը չի կարող չտեսնել այն ինչ որ կա, էլի։ Չի կարող չտեսնել։ Դա համար եմ ասում, այդ համեկում աշխատողներ, այդ ոստիկանություններում աշխատողներ, դուք լավ մտածեք այսօրվանից, ինչի համար եք դուք ապրում, ու մի փախ պատկերացրեք այն առավոտը, երբ որ փոխվել է ինչ-որ մի բան։ Ամեն գիշեր քնելուց առաջ պատկերացրեք։ Ու մտածեք, թե այդ օրին չեք անելու։ Այս շատ կարևոր է։ Իսկ վերջում մեր մեծերից մի պատմություն եմ ուզում ձեզ ցույց տամ։ Անգամ դերասան Ազատ Շերենցը, Հովանես Շիրազին ասաց, թե Շիրազ, քեզնից ավելի մեծ բանաստեղծ են գտել։ Ով է Ազատ շփտալով։ Ասաց Բայրոնը։ Բայրոնը ասաց իհարկե մեծ բանաստեղծ է։ Ես սիրում եմ Բայրոնին,
որտեղ նա եւ մեծ բանաստեղծ է եւ մեծ մարդ։ Նա հայերենն անվանեց աստվածների լեզու։ Հայերենը Բայրոնն է անվանել աստվածների հաղորդակցության լեզու։ Բայց ասում է, ազատ ասեց, քանի միլիոն են անգլիացիները 60 քանի թիվներ, ասած 47-50 միլիոն են մոտավորապես։ Ասած հələ մի հատ իմ հետևում կանգնեցրեք 50 միլիոն մարդ, տեսնեմ ես ավելի մեծ բանաստեղծ Երևան թե Բայրոնը։ Դա Շիրազյան մեծամտություն է, չէ՞։ Հա, բայց Շիրազը իրավունք ուներ այդպես մեծամտանալու։ Ես մեծամտանալուն այսօր ճակերտներում եմ գործածում, որ բարավոր հոսքում ճակերտը չի երևում, այսինքն հակառակ իմաստը չի երևում, բայց Հովհաննես Շիրազը խորհրդային ժամանակներում ընդամենը տպված է եղել 30%-ով, 70%-ով անտիպ բանաստեղծ է եղել Շիրազը, 70%։ Մի անգամ Պատկերացնում եք, այս պատմության մեջ հատվածն ինչ ցույց տվեցի, ոչ թե Շիրազի մեծությունը կամ սեփական արժեքը գնահատելու ունակությունը, դա չէր խնդիրը միայն, այլ որ ասում են Շիրազի ընդամենը 30%-ն է տպագրվել, 70%-ը Շիրազի անտիպ է։ Հետաքրքիր է, որ հետագայում արդեն անկախ Հայաստանում դրանք այդպես էլ չտպագրվեցին։ Էլ չեմ պատկերացնում, որ հիմա դրանք կտպագրվեն։ Այ երբ որ ամեն երկրորդ մասը, ամեն երկրորդ բառը Մասիսալին է։ Ու թուրք։ Սա ընդամենը այն պարզ բացատրությունն է եւ նկարագիրը, ինչ կարգի պետություն ենք ունեցել մենք 35 տարի։ 91-ից հաշված, հաշվենք 34 տարի։ Սա ուղիղ նկարագիրն է, թե մենք ինչ կարգի պետություն ենք ունեցել։ Ես հասկանում եմ, որ հիմա արդարացումներ կլինեն, պատերազմներ, չէ, պատերազմը չէ, հակառակ այս ամեն ինչը պետքա տպվեր պատերազմի ժամանակ, այս ամեն ինչը պետքա քարոզվեր պատերազմի ժամանակ, եթե իհարկե նպատակը հաղթելն էր եւ երկիր կառուցելը, ազգային պետություն կառուցելը, ինչ կարող էր լինել ավելի լավ, քան Շիրազի անտիպները տպագրելը։ Այդպես կառավարությանը ժողովուրդը ձեռքերի վրա կշարունակեր տանելը, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքերի վրա էլ բերեցին։ Ասեմ, կշարունակեր տանելը, եթե տես մի բան լիներ, բայց հասկանում եք, որ դա երբեք նպատակ չի եղել։ Ու այս հանգամանքը հենց դա է։ Ես վստահ եմ, որ այս պատմությունը պատմողը դա չէր ուզում ասել։ Մենք ուղղակի եզրակացություն ենք անում, եզրահանգումներ ենք գալիս այս ամեն ինչից։ Դե ունենք այն ինչ ունենք, մեր գործը շտկելն է ու ճիշտ ճանապարհով գնալ առաջ, որպեսզի տեղ հասնենք, որտեղ եթե ճիշտ ճանապարհով ես գնում, արդեն էական չի ինչքան արագ ես գնում, եթե ճանապարհը ճիշտ է, ուղղությունը ճիշտ է, դու անպայման տեղ կհասնես։ Այսօր համար այսքանը, դա մնացեք։